Ողջույն նոր լույսի մեր շատ սիրելի YouTube-յան հետևորդներ։ Ես Մելանիա Բատիկյանն եմ եւ այսօր ոդկասթը վարելու եմ ես։ Նախ ներկայացնեմ իմ այսօրվա հյուրին։ Իմ այսօրվա հյուրն է նոր լույսի բարձրագույն կրթության փուլիմենտի Հռիփսիմե Զատուրյանը։ Հռիփսիմե ջան, ողջույն, ինչպե՞ս ես։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, մեր ոդկասթերի շարքում մենք քննարկում ենք շատ տարբեր ու հետաքրքիր թեմաներ, եւ այսօր էլ խոսելու ենք մեր կյանքում մոտիվացիայի աղբյուր հանդիսացող եւ շրջադարձային անձանց մասին։ Հռիփսիմե ջան, երբ որ լսում ես շրջադարձային անձ արտահայտությունը, ով է առաջինը գալիս քո մտքին։ Առհասարակ մարդը սոցիալական էակ է եւ իրեն շրջապատող յուրաքանչյուր մարդ կարող է ազդեցություն ունենալ իր վրա եւ հրաշալի է, երբ այդ ազդեցությունը դրական է։ Ես իմ կյանքում ունեմ բազմաթիվ շրջադարձային անձինք, սակայն այսօր կցանկանամ առանձնացնել իմ մենթորին, ով իր ներկայությամբ թույլ է տալիս ինձ վերանայել սեփական նպատակներս եւ առաջնահերթություններս։ Ես շրջադարձային անձ հասկացությանը հանդիպելիս միանգամից մտածում եմ ոչ միայն խորհուրդ տվող կամ աջակցող մեկի մասին, այլ նրա, ով իր ներկայությամբ ստիպում է եւս մեկ անգամ վերանայել այն ամենը, ինչ որ արդեն գծել եմ իմ գլխում, եւ եւս մեկ անգամ վերանայել սեփական գործողությունները եւ նպատակները եւ դրանց հասնելու ուղիները։ Իսկ կյանքի ինչ փուլում էիր, երբ այդ անձը հայտնվեց քո կյանքում եւ ինչ փոխվեց նրա հայտնվելուց հետո։ Ես մի այնպիսի փուլում էի, որ հավատով լցված չէի, որ հնարավոր է լինի մեկը կամ լինի մի կազմակերպություն, ով կարողանա փոխել իմ մեջ ինչ-որ բան, փոխել իմ մեջ այդքան կարծրացած կարծիքները, սակայն կյանքը ինձ հակառակը համոզեց եւ ես եկա նոր լույս, հանդիպեցի իմ մենթորին, ով եղավ բառի բուն իմաստով իմ կյանքում շրջադարձային անձ։ Քանի որ ես էլ եմ եղել մենթի ու նոր լույսում եմ արդեն երկար տարիներ, ես էլ կուզեմ կիսվել։ Դեռահասության շրջանում, երբ ես հայտնվեցի նոր լույսում, ինձ համար կարելի ասել ամեն ինչ շրջադարձային դարձավ։ Թե իմ մենթորը, թե յուրաքանչյուր հանդիպում, ու կուզեմ ես էլ կիսվել իմ մենթորի մասին, ով ինձ համար դարձավ դերային մոդել, ու հետագայում ես շատ երկար հիշում եմ իր խորհուրդները։ Կուզեմ իմանալ, թե կա մի խորհուրդ, խոսք, որը հետագայում շատ երկար հիշել ես, որը քեզ քո մենթորն է ասել։ Ինչպես նշեցիք, դեռահասության տարիքում հատկապես շատ կարևոր է ունենալ մեկին, ով կարող է քեզ ուղղորդել, կարող է խորհուրդներ տալ, եւ իմ մենթորը առհասարակ իր կերպարով ինձ համար օրինակ է, եւ նրա յուրաքանչյուր խոսքը ես փորձել եմ խորհրդի վերածել, սակայն եթե փորձեմ ինչ-որ մեկը առանձնացնել, ապա իմ մենթորը ինձ միշտ ասում էր, որ պետք է լինել ինչպիսին որ դու կաս, եւ միշտ առաջնորդվել քո սեփական ցանկություններով եւ քո սեփական նպատակներով, այսպես ասենք, եւ չփորձել որևէ մեկին նմանվել։ Քանի որ այդ դեպքում դու կորցնում ես քո սեփական եսը եւ նա ինձ միշտ ասում էր, որ պետք չէ որևէ մեկին դուր գալու համար փոխել քո քայլերը, փոխել քո գործողությունները կամ քո նպատակները, որպեսզի դուր գաս հանրությանը եւ նա ինձ սովորեցրեց եզակի եւ առանձնահատուկ լինելու մոդելը, ինչը կարծում եմ կուղղորդի ինձ ողջ կյանքի ընթացքում եւ բավական օգուտ կլինի։ Ես էլ կուզեմ նշել, որ կյանքի այդ փուլում շատ հաճախ վախենում էի սխալվելուց ու իմ մենթորը միշտ ինձ որդորում էր, որ չպետք է վախենալ սխալվելուց ու դրանից հետո ես սկսեցի վերանայել իմ մտքերը ու հասկացա, որ իրոք սխալվելուց վախենալ երբեք պետք չէ, որովհետև դա ուղղակի մի փորձ է, որը հետագայում կտանի մեզ ավելի մեծ քայլերի։ Կուզեմ իմանալ նաև, թե ինչ ես կարծում, հատկապես դեռահաս աղջիկների կյանքում ինչքանով են կարևոր նման համայնքների կամ անձանց ներկայությունը։ Նշեմ, որ այսօր նամանավանդ շատ կարևոր է նման համայնք ունենալ, ձևավորել նման համայնք, քանի որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվությունը եւ հնարավորությունները շատ մեծ են, մենք անընդհատ այդ տեղեկատվության հոսքի ներքո ենք եւ պետք է որևէ համայնք, որևէ մեկը, ով կփորձի ֆիլտրել այդ հնարավորությունները եւ փորձի մեզ զերծ պահել անիմաստ փորձերից կամ հնարավորություններից։ Ուստի շատ կարևոր է ունենալ նման համայնք, քանի որ հայտնվելով այսպիսի համայնքում դու կարողանում ես միանգամից ձևափոխել քո ստանդարտները, համեմատել այն ամենը, ինչ որ տեսնում ես քո կողքին եւ ընտրել լավագույնը, ինչպես նաեւ նշեմ, որ այս համայնքները իմ պարագայում թույլ են տվել մտածել, որ յուրաքանչյուրի ճանապարհը, յուրաքանչյուրի նպատակները տարբեր են, սակայն դրանց հիմքում նույն կարգապահությունը եւ նույն պատասխանատվությունն է։ Լիովին համաձայն եմ քեզ հետ։ Իսկ ինչ ես զգում, երբ շրջապատված ես նման նպատակասլաց եւ ինքնավստահ մարդկանցով։ Ես մեծ ոգեշնչում եմ զգում եւ լցվում եմ մեծ մոտիվացիայով եւ հավատով, որ
մեկը կարող է փոխել ամբողջ աշխարհը եւ յուրաքանչյուր փոփոխություն սկսում է ինքներս մեզնից եւ եթե ցանկանում ենք ինչ-որ բան փոխել այս աշխարհում, պետք է սկսենք ինքներս մեզնից, հետագայում արդեն մեր ընտանիքից, մեր ընկերներից, մեր շրջապատից, ինչը հետագայում վստահ եմ, որ կհանգեցնի մեծ փոփոխությունների եւ մի այսպիսի միտք ասեմ, դեռ 5-րդ դարի պատմիչ նշում էր, որ տվեք ինձ կրթված կանանց եւ ես ձեզ կտամ կրթված հասարակություն, ուստի կնոջ թերը շատ մեծ է հասարակության ձևավորման գործում եւ ունենալ խելացի, նպատակասլաց եւ ինքնավստահ կանայք մեզ թույլ է տալիս երազել եւ թույլ է տալիս նաեւ իրագործել կայուն հասարակության մասին։ Ես էլ եմ այդպես կարծում ու լիովին համաձայն եմ քեզ հետ։ Ու եթե հետագայում դու էլ դառնաս ինչ-որ մեկի կյանքի շրջադարձային անձը, ինչ կուզես նրա մոտ փոխել կամ ինչ ազդեցություն կուզենաս ունենալ իր վրա։ Ես կցանկանամ, որ իմ ազդեցությունը միայն լինի լավը եւ նաեւ կուզենամ նշել, որ չեմ ցանկանա, որ տվյալ մարդը առաջնորդի միմիայն իմ խորհուրդներով, քանի որ կան այս կյանքում հարցեր, որոնց պատասխանը պիտի գտնի ինքը իր ճանապարհին, երբ որ կա ժամանակը, սակայն կուզենամ միայն լավագույնը տալ նրան եւ լավագույն օրինակը լինել, քանի որ եղել է ժամանակ, երբ ես ինքս ունեցել եմ այդպիսի ոգեշնչման աղբյուրի կարիք եւ կցանկանամ, որ ես էլ դառնամ մի օր այնպիսին, ինչպիսին ինձ համար եղել է իմ մենթորը։ Քեզ լսելով Հռիփսիմեջյան հիշեցի, որ երբ ես էլ մենթի էի, երազում էի, որ ես էլ կդառնամ մենթոր ու մի օր մեկի կյանքում կստանձնեմ այն դերը, որը իմ մենթորն էր ստանձնել, ու հիմա ուզում եմ ասել, որ ես մենթոր եմ ու փորձում եմ իմ մենթին օգնել առաջ շարժվել եւ չվախենալ սխալվելուց, բայց այնուամենայնիվ չեմ ուզում լրացնել այն բոլոր դերերը, որոնք կան նրա կյանքում։ Ու որպես մեր ոդքասթի ամփոփում կուզեմ իմանալ, թե մեկ նախադասությամբ ինչպես կամփոփես քո ճանապարհը նոր լույսում։ Նշեմ, որ նոր լույսը ոչ ֆորմալ կրթության շատ կարևոր հարթակ է եւ ես այստեղ զարգացրել եմ այնպիսի հմտություններ, ինչպիսին են ինքնաարտահայտման եւ ինքնակազմակերպման հմտությունները, քանի որ երբ ոչինչ պարտադիր չէ, այստեղ արդեն միանում է քո գործոնը եւ քո ինքնակազմակերպման գործոնը եւ ես շնորհակալ եմ նոր լույսին, որ հանդիպեց իմ ճանապարհին եւ թույլ տվեց ինձ փորձել ինձ այնպիսի միջավայրերում, որտեղ երբեք չէի պատկերացնի եւ թույլ տվեց ինձ զարգացնել այնպիսի կարևոր հմտություններ, ինչպես օրինակ ինքնաարտահայտումն է եւ ինքնակազմակերպումն է արտակարգ իրավիճակներում։ Լիովին հասկանում եմ քեզ ու անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ ինձ մոտ էլ այն շատ մեծ հնարավորություններ ու հմտություններ է զարգացրել ու անկասկած համաձայն եմ քեզ հետ։ Նաև շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու եւ այսպիսի բովանդակալի զրույցի համար։ Ձեզ եւս շնորհակալ եմ նման հնարավորության եւ նման կարևոր թեմա բարձրաձայնելու համար։ Եվ այսպես սիրելի հետևորդներ, մեր թողարկումը մոտեցավ իր ավարտին։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն նոր լույսի բարձրագույն կրթության փուլի մենթի Հռիփսիմե Զատուրյանը։ Կհանդիպենք հաջորդ թողարկումների ընթացքում, բայց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։